Սիրելի հայրենակիցներ, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, պետական գրպանահատության մասին օրենքը։ Սուտ են իշխանության հորդորները, հավաստիացումները, թե օրենքը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Օրենքը բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ, եւ պատահական չէ, որ իշխանության պատգամավորներից մեկը անկեղծորեն խոստովանեց, կապ չունի, դուք հավատում եք, որ 20, 30 կամ 40 տարի հետո կստանաք արժանապատիվ թոշակ, թե չէ։ Հիմա փող է անհրաժեշտ եւ յուրաքանչյուրը պիտի իր ներդրումը ունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Սա բացահայտ նալոգ եւ ռեկետ ու կորզերու բացահայտ խոստովանություն է ամենաբարձր մակարդակով։ Սիրելի հայրենակիցներ, ինչքան պիտի արհամարեն, ինչքան պիտի նվաստացնեն ու չսիրեն սեփական ժողովրդին, որ նրան հասցնել ահա այս վիճակի, սա ցինիզմ, դաժանություն այլևս որակելը շատ թույլ եւ շատ մեղմ գնահատական է։ Սիրելի ժողովուրդ, մենք բոլորս գիտենք, որ սա մեր պայքարի առաջին քայլերից մեկն է։ Հիմա ես տեսնում եմ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողների պաստառը, ապացուցի, որ չես ստել մեզ դասավանդելիս։ Հայրենակիցներ, այս սահմանադրական դատարանը, որը գաղտնիք չէ, մշտապես սպասարկել է տվյալ պահի իշխանության շահը, երևի թե վերջին հնարավորությունը ունի ապացուցելու, որ ծառայում է ոչ թե կլանին, ոչ թե իշխանության սպասարկուն է, այլ ծառայում է ժողովրդին, ինչին կոչված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ։ Սիրելի ժողովուրդ, ինձ ոգևորում է որպես քաղաքացի այն, որ այստեղ այսօր համախմբվել են այն քաղաքական ուժերը, ովքեր գտնում են, որ այսպես շարունակել չի կարելի։ Համախմբվել է հասարակությունը, առանց որի որևէ քայլ հնարավոր չէ անել։ Սա մեր միասնական պայքարի առաջին քայլն է լինելու։ Եվ մենք վստահաբար կարող ենք հաղթել միայն միասին, առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ։ Երկիրը հարցված է այնպիսի վիճակի, որ միայնակ որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքացիական նախաձեռնություն, միայնակ որևէ խնդիր չի լուծելու։ Մենք միասնական պիտի լինենք, միասնական մենք հաղթելու ենք, միասնական ձեզ հետ միասին մենք բեկանելու ենք այս պետական ջեպկիրությունը, միասնական ձեզ հետ միասին մենք վիճարկելու ենք գազի վասալային պայմանագիրը, որը տասնյակ տարիներով Հայաստանը դարձրել է վասալ։ Միասնական ձեզ հետ միասին մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախնելու։ Միասնական լինենք ու միասնական ուժով մենք հաղթելու ենք։ Շնորհակալություն։ Մենք եք տերը մեր երկրի, մենք եք տերը մեր երկրի, մենք եք տերը մեր